Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր գիտության եւ կրթության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք 4 գագաթ լեռնային ակումբի հիմնադիր նախագահ Նարինե Ճաղարյանին։ Նարինե, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Նարինե, 4 գագաթը արդեն անվանումը արդեն հուշում է, որ խոսքը Արագածի մասին է։ Այո, Արագածի 4 Բայց ես ինչքան գիտեմ, ձեր ակումբը չի սահմանափակվում միայն Արագածով։ Ես արդեն գիտեմ, տեղեկացել եմ, նայել եմ ձեր կայքեջը, բայց հեռուստադիտողի համար կուզեի սկսենք այն սկզբից, թե ինչ ասել է լեռնային ակումբ 4 գագաթ, ինչպես տարածակ եւ ինչ նպատակներով։ 4 գագաթ, ինչպես ճիշտ նկատեցիք, խորհրդանշում եմ Արագածի 4 գագաթները, եթե մեր հեռուստադիտողը ծանոթ չէ, նաև այս կերպ կծանոթանա, որ Արագածը ունի 4 գագաթ, հարավային, հյուսիսային ամենաբարձրն է, արևելյան եւ արևմտյան գագաթներ, ու երբ որ միտքը հղացավ լեռնային ակումբի ձևավորման, որի մասնակիցները պետք է լինեին երեխաները եւ պատանիները, եւ անվան շուրջ էի մտորում, պարզապես Արագածը մի փոքր հասարակ էր հնչում եւ միտք հղացավ 4 գագաթ անվանումով հանդես գալ։ Իսկ ակումբի գործունեության գաղափարն առաջացել է, երբ Ալպինիզմի եւ լեռնային туриզմի հայկական ֆեդերացիայի նախագահի հետ քննարկում էինք։ Դուք այդ ֆեդերացիայի ներողություն փոխնախագահն եք։ Այո, նաև այդ ֆեդերացիայի փոխնախագահն եմ, երբ քննարկում էինք, թե ինչ միջոցներով կարելի է խթանել լեռնագնացության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում եւ հասկացանք, որ ինչպես ցանկացած սպորտաձև կամ ցանկացած ոլորտ միշտ պետք է փոքր տարիքից սկսել եւ լավագույնը կլինի երեխաների հետ արշավների եւ լեռներ բարձրանալու այսպես ակումբ ձևավորել եւ երեխաների հետ սկսել ճամփորդել Հայաստանի Հանրապետությունում եւ 2016 թվականին արդեն սկսեցինք գործուն քայլեր իրականացնել այս ուղղությամբ, թեև նախապատրաստական աշխատանքները սկսել ենք արդեն 2015 թվականին։ Նարինե, ինչ է տալիս առհասարակ։ Նախ այսպես եկեք բարձաբանենք, տարբեր բաներ են, հա, լեռնագնացությունը եւ մագլցելը, ասենք արշավը եւ մագլցելը։ Ես ենթադրում եմ, որ դրանք տարբեր բաներ են։ Չէ։ Այո, տարբեր են։ Ակումբը հիմնականում ինչով ավելի շատ արշավներով, հա, ասենք լեռնագնացությամբ է զբաղվում, հավանաբար, եթե փոքր տարիքի երեխաներ կան լեռներ մագլցելով ըստ երևույթին։ Տեսեք, նախ անդրադառնանք, որ ակումբի հիմնական գործունեության ուղղությունը նախ կրթությունն է, որովհետև ակումբի անդամ հանդիսացող երեխաները նախ անցնում են դասեր։ Ես այդ հարցին կգամ, ես գիտեմ, որ դուք կրթական շատ կարևոր բաղադրիչ ունեք, ահա այս հաղորդումը կրթության եւ գիտության խնդիրներ է քննում եւ հենց այս համատեքստում է, որ ես ձեզ հրավիրել եմ, բայց ես կուզեի նախ ճշտենք, եկեք հասկանանք, ինչ է տալիս առհասարակ, հա, լեռնային արշավները, լեռնագնացությունը, մագլցելը, այդ ձեր գործունեությունը ինչ է տալիս, ինչ բնավորության գծեր է ձևավորում կամ կոփում երեխաների մեջ։ Առաջին մասին հարցի անդրադառնամ, այս դեպքում մագլցումը եւ այսպես արշավներ գնալը լեռնագնացությունը, մագլցումը ինքը նաեւ հանդիսանում է լեռնագնացության բաղադրիչ մաս, նայած թե դու որպես լեռնագնաց այդ լեռներ մագլցելու որ ուղղվածությունն ես նախընտրում, հա, եթե նախընտրում ես բարձրանալ տեխնիկապես բարդ լեռնագագաթներ, մագլցումը միանշանակ պետք է նաեւ հավասար լինի քո զբաղմունքի մեջ, որպեսզի կարողանաս այդ բարձրությունները հաղթահարել։ Իհարկե մենք երեխաների հետ դեռ այս ուղղվածությամբ չենք աշխատում, որովհետև դա լուրջ պատրաստվածություն է ենթադրում, թեև մենք ինքներս էլ երեխաների հետ գնում ենք զուտ մագլցելու, որովհետև սա էլ շատ կարևոր հատկություններ է ձևավորում երեխաների մոտ։ Իսկ առհասարակ արշավները, լեռնագնացությունը, լեռներ բարձրանալը շատ բաներ են տալիս։ Կամք, դիմացկունություն, համբերատարություն, թիմային մտածելակերպ, հոգատար վերաբերմունք թիմի մյուս անդամների նկատմամբ, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն, վտանգը ճիշտ գնահատելու կարողություն, ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնելու կարողություն, ու այստեղ թիմայինի մասին, երբ որ խոսում ենք, ուզում եմ ընդգծել, որ շատ հաճախ մենք, երբ որ խմբով ենք բարձրանում, սեփական շահը երբեմն մենք մի կողմ ենք դնում եւ շարժվում ենք այնպես, ինչպես թիմի համար է ճիշտ, հա, այդ պահին գործելը։ Այսինքն, եթե որևէ մեկը
ավելի արագաշարժ է, ինքը հասկանում է, որ ինքը թիմի անդամ է եւ արագությունը քայլքի պետք է լինի արդեն թիմի թույլ քայլողի տեմպին որոշակի համապատասխան։ Միևնույն ժամանակ էլ դա էլ չպետք է խանգարի արդեն արագ քայլողին, հա, որպեսզի ինքը դժվարություններ ունենա։ Նոր ծանոթություններ, ընկերասիրություն, գնահատել Հայաստանի բնությունը հատկապես, որտեղ մեծ մասամբ Հայաստանի Հանրապետությունը մենք ճամփորդում, որը հետագայում նաև նպաստում է այլ բնապահպանական հարցերի շուրջ մտորել, ձեռնպահ մնալ, այնպիսի վարք դրսևորելուց, որը կարող է վնաս հասցնել բնությանը, քո կողքի մարդուն, շատ կարևոր, այսպես ասած, հատկություններ է ձևավորում երեխաների մոտ։ Նաեւ ես գիտեմ, որ շուրջ 1 ամիս, հա, դասընթացներ եք ունենում, տեսական նոր երեխան առաջին արշավի է մեկնում։ Ինչ է ուսուցանում, հա, ինչ են յուրացնում երեխաները այդ 1 ամսվա ընթացքում, որ հետո արդեն իրենց տալիս է կամ ձեզ տալիս է վստահություն, որ նա պատրաստ է արդեն այդ ճամփորդության այդ արշավին։ Երբ մեզ մոտ խմբերը ձևավորվում են ու մենք արդեն սկսում ենք դասերի փուլը, ընդհանուր այդ 5 ամսյա դասերի 1 ամիսը, երբ որ մենք երեխաների հետ անցնում ենք այդ նախապատրաստականը, նոր իրենք սկսում են մասնակցել արշավներին։ Այս 1 ամսվա ընթացքում նախ այդ 1 ամիսը ամենակարևորն է ճանաչելու համար երեխային, հասկանալու իր առանձնահատկությունները, որպեսզի արդեն արշավի ժամանակ շատ ավելի պատրաստված լինենք, այսպես ասած։ Միևնույն ժամանակ էլ երեխաներին փոխանցվում են այն կարևոր գիտելիքները, նախնական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են առաջին արշավի մեկնելուց առաջ, սկսած որոշակի վտանգների մասին խոսելուց, մեր վարքագիծը ինչպեսին պետք է լինի արշավի ընթացքում, որովհետև տեսեք մենք շատ միշտ երեխաներին ասում ենք, որ պետք է քայլել շարքով, բայց որպեսզի երեխան հասկանա ինչու պետք է քայլի շարքով, նաև պետք է դա բացատրել, որ դա ոչ թե քմահաճույք է, որ օй ես խումբ ուղեկցում եմ, ես պարզապես ուզում եմ շարքով քայլեք, ուրեմն շարքով պետք է քայլեք։ Ոչ, սա առաջին հերթին անվտանգության նկատառումներով է արվում, ու երբ որ երեխաներին դասերի շրջանակում բացատրում ենք, որ ցանկացած կանոն արշավի ժամանակ, հա, երբ որ մենք ձեզ բացատրում ենք, սովորեցնում ենք, դա առաջին հերթին ձեր անվտանգության համար է, այսինքն եթե դու ուզում ես լավ օր վայելել առանց վնասվածք ստանալու, ուրեմն պետք է հետևել արշավի ժամանակ վարքագծի կանոններին։ Այդ ժամանակ նաև անցնում ենք, թե ինչպես է պետք պատրաստվել արշավին, հա, երկարատև պատրաստություն եւ կարճատև պատրաստություն։ Երկարատև պատրաստությունը դա այն գիտելիքներն է, որոնք մեզ անհրաժեշտ է իմանալ բնության, արշավի նախապատրաստական ինչ որ միջոցառումներ ձեռնարկելու, սկսած եղանակը ստուգելուց, հասկանալ տվյալ երթուղիներից ինչ բարդություն են ներկայացնում, ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ եւ ինչ է անհրաժեշտ դրանք հաղթահարելու համար եւ այսպես ասած այս երկարատև պատրաստությունը հանգուցալուծում ենք արդեն արշավից 1 օր առաջ պատրաստվելով։ Դնում ենք ուսապարկը եւ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ մեզ հետ վերցնել։ Եթե խոսեցինք երկարատև պատրաստությունից, որի ժամանակ նշում ենք կարևորություն օրինակ եղանակի ստուգելը, եղանակին համապատասխան նաև արդեն սկսում ենք հավաքել մեր ուսապարկը, վերցնելով նաև ջուր եւ սնունդ, միայն հանդերձանքի մասին չէ պատրաստության խոսքը։ Նաեւ ես որքան հասկացա, 1 ամիս դասընթացի մասնակցելուց հետո երեխան գնում է առաջին իր արշավին, բայց դասընթացը տևում է, դուք էլ արդեն ակնարկեցիք 5 ամիս, որից հետո նրանք դառնում են ակումբի անդամ։ Ասեք ինչ առավելություն ունի ակումբի անդամ ոչ անդամից։ Տեսեք, մեր ակումբը նաև արշավներ է կազմակերպում ոչ ակումբի անդամ, այսպես ասած, հանդիսացող երեխաների համար, եւ այստեղ տարբերություն կա արշավների բարդության։ Այն արշավները, որոնք կազմակերպվում են բաց իվենթներով, այսպես ասած, բաց միջոցառումներով, օգտատերերը Facebook-յան կամ Instagram-յան կամ նրանք, ովքեր որ մեր կայքին են, այսպես ասած, հետևում, որտեղ ունենք գալիք արշավներ եւ ճամբարներ, իրենք տեսնում են այդ միջոցառումները եւ մասնակցում են։ Դրանք տարբերվում են ակումբի անդամ հանդիսացող երեխաների արշավներից նրանով, որ սովորաբար իրենք թեթև արշավներ են լինում, հասանելի բոլոր երեխաների համար։ Ակումբի անդամ հանդիսացող երեխաների համար այսպես սպորտային առաջխաղացման տար կա, որ
երեխաները աստիճանաբար սկսում են նաև հաղթահարել մեծ բարձրություններ, ընդհանուր Արագածի հյուսիսային գագաթ, որը բավականին բարդ է իրականում, եւ նույնիսկ Արագածի 4 գագաթներ, որը նրանց բերում է պատանի լեռնագնաց կրծքանշան ստանալու հնարավորությանը։ Ակումբի անդամ երեխաների հետ մենք նաև ճամփորդում ենք Հայաստանից դուրս։ Այսպես ասած, տարբերությունը նաև երկրից դուրս եք տանում։ Ահա, նաև երկրից դուրս։ Ու այստեղ է ոնց որ տարբերությունը գալիս ակումբի անդամ հանդիսացող երեխաների եւ ակումբի անդամ չհանդիսացող երեխաների համար կազմակերպվող արշավների։ Դե էլ չասեմ տարբերությունը, որ այն կրթական էլեմենտն է, մեծ բազան հմտությունների, որ ակումբի դասերին հաճախող երեխաների մոտ, այսպես ասած, կուտակվում է ու շատ օգնում է նաեւ արշավների ժամանակ։ Իսկ հակառակը լինում է, հակառակ տենդենսը նկատել եք Նարինե, որ ենթադրենք թե այն երեխաները, որոնք գալիս են ակումբի անդամ են դառնում, ձեր արշավներին են մասնակցում, իրենց կրթական, որոշ ուրիշ առարկաների, ուրիշ բովանդակության, ասենք դպրոցի ինչ որ նախընտրում է կամ սիրում է կամ նույնիսկ չսիրած առարկաները, ինչ որ ձեր նպաստում է այդ լեռնագնացությունը, այդ արշավները, որպեսզի նա այդ կամքը նաև այդտեղ դրսևորի եւ ավելի լավ սովորի։ Հետևում եք այդպիսի բաների, թե չէ։ Այո, ես բավականին ակտիվ կապ եմ պահում նաև ծնողների հետ, այսինքն մեր աշխատանքը չի սկսում եւ սահմանափակվում միայն երեխաների հետ արշավելով, ծնողներն էլ իրենք էլ բավականին հաճախ կիսվում են կարծիքներով, հենց կարող եմ ամենաթարմ նամակագրությունից մեջբերում անել ծնողներից մեկի, որ արվեստի դասի ժամանակ երեխան նկարել էր արշավի process-ը, եւ ունենք երեխաներ, որ այս ճամփորդելու ընթացքում մեծ տեղ են տալիս աշխարհագրության եւ իրենց ուսումը շարունակում նաեւ արդեն մասնագիտական այդուղություններով ավելի կազմակերպված են դառնում ծնողների ասելով ավելի համակարգված է իրենց մոտ դառնում ինչը օգնում է նաեւ դասերը ճիշտ ժամանակին այսպես սկսել եւ ավարտելուն։ Նայեք, ես ձեր կայքում որ հանդիպեցի վտանգների մասին հատվածը, այնքան շատ էին դրանք։ Ես սկսեցի երկմտել, ես արդյոք իմ թորնիկին կուարկեմ, այդ արշավներին, բայց բնականաբար նաև դրանք պիտի կանխատեսել, դրանք պիտի նախապես պատրաստվել բացառելու համար։ Ինձ հիմա երկու ասպեկտով այդ հարցը հետաքրքրում է։ Նախ ծնողները ինչպես են թույլ տալիս, հաճախ է հարկ լինում նրանց այդպես անվտանգության, այդպես ապահովության երաշխիքների տալ համոզել, որ վտանգները գրեթե բացառված են կամ բացառված են եւ հետո իսկապես եղել են վտանգավոր ձեր գործունեության ընթացքում վտանգավոր այդպես սիտուացիաներ ենթադրենք թե ինչա կոտրված կամ օծի խայթոց կամ գիշատիչ գազանի հետ հանդիպում չգիտեմ եղել են այդպիսի բաներ տեսեք վտանգների մասին այդ հոդվածը որ կարդացել էիք Ես կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե կան որոշակի վտանգներ, դրանց մասին պետք է խոսել, որպեսզի ավելորդ ռոմանտիզմով այսպես ակնկալիքով, մարդիկ չմասնակցեն ինչ-որ մի բանի, հետո պարզվի, որ դա որոշակի ռիսկեր էր իր մեջ պարունակում, ու հենց մեր դասերը երեխաների հետ, որ մենք անում ենք, ամբողջը վտանգների մասին է։ Եթե մենք խոսում ենք օրինակ պարանից, երեխաներին սովորացնում ենք, որ օրինակ պարանները լինեն ստատիկ, դինամիկ ու բացատրում ենք դրանց խնամք, պահպանություն եւ այլն, այդ ամենասենց տարական բանն եմ ասում, Բացատրում ենք, որ դրա ոչ ճիշտ խնամքը, երբ որ մենք կանգնում ենք պարանի վրա կամ զսպանակակերիկը նետելով ենք իրար փոխանցում եւ այլն, դրա առաջացած ռիսկը մեր անվտանգությունն է խախտելու։ Եթե մենք չենք քայլում շարքով, իսկ շարքի առջևից գնացողը ճանապարհը գիտի եւ առաջին վտանգը հանդիպողը հենց շարքի առջևից գնացողն ալնելով, որ ենթադրում է, որ պետք է լինի փորձառու, օրինակ օծ տեսա ճանապարհին, առջևից ես եմ գնում, ձեր ասած օծը տեսա։ Երբ որ ես կանգնում, շարքը մեխանիկորեն իմ հետևից կանգ է առնում։ Եթե մենք ցրված քայլենք, ես օծին տեսնեմ ու ասեմ, որ ճանապարհի վրա օծ կա, իմ կողքից քայլողը միջև իմ խոսքին արձագանքի, հնարավոր է օծը իր դիմաց արդեն դուրս գա ու վտանգ առաջանա։ Այսինքն վտանգների մասին խոսելը շատ կարևոր է, որպեսզի եւ ծնողը հասկանա, որ
ինքը պատրաստ է իր երեխային ուղարկել թե ոչ, եւ նաեւ երեխան ինքը դա գիտակցի եւ նման վտանգավոր իրավիճակում իրեն, այսպես ասած, չհայտնվի ինքը այդ վտանգավոր իրավիճակում։ Եվ երբ որ դու գիտես այդ վտանգների մասին, միանշանակ դու խուսափում ես դրանցից։ Կարող է թվալ բարդ բան եմ ասում, բայց հավատացեք, երեխաների հետ եթե ձեր թորնիկի հետ օրինակ համենակ եւ քայլենք արշավի ժամանակ, դուք ինքներդ էլ կհամոզվեք, որ երեխաները նման պարագայում շատ ավելի պատրաստված են։ Երբ որ մենք հասնում ենք բարձրանալու օրինակ Արալեռը, քայլել սկսելուց առաջ երեխաներին ասում եմ, որ հիմա օրինակ, եթե օձերի ակտիվ սեզոնն է, մի հատ էլ եմ զգուշացնում, հիշում ենք, որ օձերի ակտիվ սեզոնն է, շարքից դուրս չենք գալիս, քարերի վրա նստելուց առաջ մի հատ ձեռնափայտով հարվածում ենք քարին, որ այդ տատանումներից օձը հասկանա, որ մարդն ինքը տարածքից դուրս գա։ Այսինքն այդ ամեն ինչը շատ կարևոր է, որպեսզի երեխան այդ հմտություններով, գիտելիքներով ինքը իր անձի հանդեպ հոգատար վերաբերում դրսևորի։ Իհարկե մենք ուղեկցորդներով բարբերաբար այդ հսկողությունը իրականացնում ենք, բայց շատ կարևոր է, որ երեխան ոչ թե մեխանիկորեն միայն արշավի մասնակցի եկել է, քայլեց գնաց, այլ նաև լիքը գիտելիքներ ստանա ու արդեն ստացած է գործնականում կարողանա կիրառել։ Ու ծնողներին բարբերաբար զգուշացնելու այդպես խնդիր, երբ որ ակումբի անդամ երեխաների հետ ենք արշավ գնում, չենք ունենում, որովհետև դասերը սկսելուց առաջ ծնողներին տրվում է համապատասխան փաստաթղթեր եւ պայմանագրի եւ նախազգուշացնող եւ թույլտվություն նույնիսկ երեխաների նկարները սոցիալական ցանցերում օգտագործելու եւ այլն, եւ այդ մեկ անգամյա հուշումը ու ամեն անգամ արշավից առաջ նաեւ գրել ինչպես ենք պատրաստվում արշավին օգնում է, որ ոնց որ այդ վտանգներից խուսափենք։ Իսկ այն երեխաները, ովքեր որ առաջին անգամ են մասնակցում բաց միջոցառումների շրջանակում, նորից մեր կայքում ունենք պայմաններ, որտեղ ծնողին հորդորում ենք նախ ինքը ծանոթանա, մի հատ տանը երեխայի հետ զրուցի այն ամեն ինչի մասին, ինչ այդ հուշաթերթիկում այսպես ասած գրված է, եւ նույնը մենք մի հատ էլ կրկնում ենք արդեն արշավից առաջ, էլի բացատրելով երեխաներին, թե ինչու համար պետք է ոնց որ արշավը այս ընթացքով գնա։ Նարինե, դուք եւ ներեցեք ընդհատելու համար վայրի կենթանու չենք հանդիպել, երևի թե տենց որ երեխաների հետ տեսել ենք, միայն աղվեսն է եղել, հերու գտնվող իդեպ, օձ տեսել ենք, մեզ չի գծել բարեբախտաբար, թունավոր չի եղել, կեղծ թունավոր օձ են ասում, սահնոց է եղել, որը որոշակի նշաններով նման է թունավոր օձի, բայց որոշ հատկություններով էլ արդեն տարբերվում է, այո։ Ու երբ որ երեխաներին նույնիսկ եղել է, որ ես տեսել եմ, ասել եմ քարի վրա ոլորված տաքանումա, բայց եկեք դուք էլ տեսեք, խոստանալով, որ չենք մոտենում, պարզապես հեռվից նայենք, որտեղ բնության մեջ կենթանին շատ գեղեցիկ է ու երեխաները շատ տպավորվում են։ Ու հետո նաև երբեմն չափազանցված վախերը կոտրվում են դրա միջոցով, երբ որ տեսնում են, որ հավայ բայց ինքը իր համար քարի վրա տաքանում է ու մեզ ոչինչ չի անում։ Ու Հայաստանում թունավոր օձերը այդպես շատ ագրեսիվ չեն, այսինքն այնպես չի, ինքը հերոյա քեզ տեսավ հարցակում է գործելու։ Իհարկե կան նաև այլ օձեր, որոնք ագրեսիվ են, բայց ոչ Հայաստանում։ Նարինե, խումբը ձևավորում եք, հա, նորեկացների, այդտեղ քանի որ 6 տարեկանից մինչև 14-15 տարեկաններ կարող են գալ ակումբի անդամ դառնալու, արշավներին մասնակցելու, խումբը ձևավորվում է տարբեր տարիքային խմբերից, այսինքն 6 տարեկան մի երեխա կարող է լինել 9 տարեկան, 14, դուք ուսուցանում եք նույն բանը եւ նույն արշավին եք առաջի անգամ տանում, թե որտեվ ես որքան հասկանում եմ, մեծերի համար պիտի ավելի բարդ երթուղի ընտրվի, քան, հա, փոքրերի համար։ Թե միջին մի բան եք ընտրում, որպեսզի թե փոքրերը կարողանան, թե մեծերը։ Տեսեք, փորձը ցույց է տալիս, որ տարիքը ֆիզիկական հնարավորությունների առումով այդքան էական դեր չի խաղում, որովհետև նույնիսկ ճամբարների օրինակով կարող եմ ասել, ունեցել ենք դեպք, որ 11 տարեկան տղա երեխան ավելի հուզումնալից հոգեվիճակում է հայտնվել, երբ որ առաջին անգամ գիշերը վրանային պետք է գիշերակաց անցկացներ, քան 6 տարեկան երեխան, ով որ ենթադրվում է, որ փոքր է, պետք է ավելի ոնց որ ծնողների կարիքը զգար կամ իրեն կոմֆորտ չլիներ նման վիճակայում գիշերակաց անցկացնելը։ Ու նաև արշավների ժամանակ էլ շատ հաճախ համոզվում ենք, որ փոքրերը չեն զիջում իրենց ֆիզիկական հնարավորություններով 14 տարեկաններին միանշանակ։ Ես այդ կարող եմ փորձով ապացուցել, ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ։ Արդեն 9 տարվա փորձը ինձ թույլ է տալիս այդպես վստահորեն պնդել։ Բայց միևնույն ժամանակ էլ արշավ չենք գնել
կմնա 3-ից մինչև 6 տարեկանների հետ, այդ խմբի հետ, որովհետև իրենք արդեն իրոք ավելի sense ուրիշ բան են փնտրում արշավների ժամանակ, խաղային, ինչ որ այսպես թեթև ուղություններ պետք է իրենց համար լինի։ Իսկ 6-ը այնպես չէ, որ 6-ը միանշանակ ոնց որ մեր նվազագույն սանդղակն է։ Բացառությունների կարգով ունենում ենք 6 տարեկաններ, ծնողների հետ համաձայնության գալով, որ նախնական մի հատ փորձենք, եթե այդ դասերի ընթացքում տված գիտելիքը իրեն չի ձանձրացնի, եթե ինքը կկարողանա անցնել այն ինչի մասին մենք խոսում ենք, կշարունակի դասերին մասնակցելը։ Ու փորձ այս 9 տարվա ընթացքում 3 դեպք ենք ունեցել, որ երեխային առաջարկել ենք դասերը չշարունակել, սպասել, մի քիչ կմեծանա, հետո նոր կմիանա խմբերին։ Ես ճիշտ եմ ենթադրում, Նարինե, որ երեխաների, ովքեր գալիս են ակումբի անդամ դառնալու, ծնողների երևի մեծ մասը իրենք նույնպես եղել են, այդպես արշավականներ, լեռնագնացներ եւ այլն։ Թե չէ, թե կապ չունի։ Սկզբնական շրջանում այդպես էր։ Երբ որ ակումբի գործունեությունը սկսեց, մենք այսպես ասած ոնց որ պիլոտային այսպես, հատվածը անցավ մեր շրջապատի ընկերների երեխաների հետ։ Հետո այդ ինֆորմացիան մեր ընկերների շրջանակում տարածվեց իրենց ընկերներ ու այսպես քիչ-քիչ այդ շրջանակը մեծացավ։ Հիմա ունենք երեխաներ, շատ երեխաներ, որոնց ծնողները բացարձակ կապ չունեն արշավների եւ լեռնագնացության հետ։ Ու ես դա մեծ ձեռքբերում եմ համարում, որովհետև այն անձինք, ովքեր արշավների, սարերի բնության հետ առնչություն ունեն, իրենք ուզում են, որ իրենց երեխաներն էլ մասնակցեն, բայց երբ որ կարողանում ենք հասնել այնպիսի մի կետի, որ այդ ոլորտի հետ կապ չունեցող անձինք էլ սկսեն գնահատել այդ ամեն ինչը, ես կարծում եմ, որ դա շատ կարևոր ձեռքբերում է։ Նարինե, ասացիք, որ նաև հանրապետությունից դուրս եք արշավների գնում, ուր եք տարել երեխաներին մինչև օրս։ 2022 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունում գնացել ենք բարձրանալու 1 գագաթ, Սիահգոգ լեռնագագաթը, բայց բարձրացանք նաև Սիահգոգի հարավային գագաթը եւ Ռոստամնիշտը, եւ հետո իհարկե Կասպից ծովի ափին տենց լավ ազատ ժամանց անցկացրեցինք երեխաների հետ։ 2024 թվականին, այսինքն անցյալ ամռանը երեխաների հետ եղանք Կովկասյան լեռներում, Ռուսաստանի Դաշնություն են գնացել Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգի բարձր լեռնային ճամբար։ Այս ճամփորդությունը տարբերվում էր նրանով, որ երեխաները տեսան սառցաճեղքեր, իրենք փորձառություն ձեռք բերեցին կատվիկներ հագնել, դրանք այն երկաթյա հարմարանքներն են, որ կոշիկի վրա են ամրացվում եւ սառցամագլցում անել։ Իհարկե փոքրիկ հատված, բայց երեխաները նաեւ այդ փորձառություն ունեցան եւ այս երկու ճամփորդությունները Հայաստանից դուրս որ ունեցել ենք, այսպես այն ինչը մենք անցել էինք երեխաների հետ տեսանյութեր դիտելով, իրենց սեփական աչքով արդեն տեսան, լեռնային կացարաններ, որտեղ գալիս են բազմաթիվ լեռնագնացներ, տարբեր ուղություններով լեռնային վերելքներ անելու համար, երբ որ սնունդը պատրաստում ես գազի վրա, ջուրը բարակ է գալիս, այդպես հարմար չի, տենց սովորենք, չէ, ծորակը բացել կամ մեզ հետ արդեն ունենալ շշերը լցված տենց ջրեր, բայց ջուրը երբ որ դու ես հայթաթում, սնունդը պատրաստելը որոշակի սահմանափակումներով է, տեսնում ես շատ լեռնագնացներ, ովքեր հարմարավետության գոտուց դուրս տարբեր վտանգավոր գագաթներ են բարձրանում, այդ էլ երեխաների մոտ արդեն ենթագիտակցորեն շատ բան փոխում է, որ կյանքը դա միայն փափուկ աթոռը չէ կամ, չգիտեմ, ասֆալտի վրա քայլելը չէ, կան նաև այլ զբաղմունքներ։ Նարինե, ձեր թվարկած հատկանիշներից զատ, ես մտածում, ասենք առողջ ապրելակերպ, բայց նաև հայրենիքը սիրելու համար պիտի ճանաչել հայրենիքը։ Ես կարծում եմ, որ իրենց մոտ, ի տարբերություն իրենց այն հասակակիցների, որոնք այդպիսի արշավների չեն գնում, փակված են, ավելի փոքր միջավայրում, իրենք ավելի լավ են ճանաչում եւ ավելի շատ են սիրում, ինչ, չգիտեմ, այդպես գուցե համեմատություն պետք չի անել, բայց մեր լեռնաշխարհը, մեր Հայաստան երկիրը ծածկված է պատմական հուշարձաններով։ Ես մոտավորապես հասկացա, որ դուք արշավների երթուղին այնպես եք ընտրում, որ գոնե 2 կամ 3 այդպես պատմամշակութային հուշարձանի հետ ծանոթացնեք նաև երեխաներին։
Ճիշտ եմ ես, հա։ Ճիշտ եք, ինչքան էլ մենք սիրում ենք մեր հայրենիքը, բայց երբ որ սկսում ենք այն ճանաչել, դա մեզ ավելի հարազատ է դառնում եւ մենք ավելի, այսպես ասած, պահանջգոտ ենք լինում նախ ինքներս մեր հանդեպ եւ հետո շրջապատի հանդեպ, որ հոգատար նաեւ վերաբերմունք ցույց տանք մեր երկրի, մեր բնության, պատմամշակութային արժեքների նկատմամբ։ Եվ ճիշտ նկատեցիք, ոչ բոլոր դեպքերում, օրինակ, եթե պլանավորել ենք բարձրանալ Արագած, այնտեղ մենք կարող ենք ծանոթանալ բնության հուշարձանների հետ, բայց պատմամշակութային արժեքներին մի քիչ հնարավորություն չունենք ծանոթանալու, որտեղ ինքը ֆիզիկապես այդքան էլ հեշտ չի, կենտրոնանում ես լեռը բարձրանալու եւ վերադառնալու վրա։ Բայց օրինակ անցյալ Կիրակի օրը հենց Տավուշի մարզում էինք, երեխաները բացի այն, որ սկսում են մարզերով ճանաչել Հայաստանը, նաեւ այնտեղ գտնվող պատմամշակութային արժեքներով են ճանաչում եւ մեր ուղղությունը դեպի, այո, Սրվերի վանքներ, որը էլի իր կառուցվածքային առանձնահատկություններով տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում արկա վանքերից, նման է Իրանցի վանքին, երբ որ բացատրում ես, հետո երբ որ իրանք տարբեր տեղեր են լինում, սկսում են հենց իրենք արդեն համեմատել, վայ, այս վանքը նման էր այն մյուս վանքին, բայց ինչ ափսոս է, որ ավիրված է, ինչու օրինակ ավելի չեն վերակառուցում այս կառույցը, այսինքն իրենց մոտ հարցեր առաջանում։ Այն իրանք հասկանում են, որ այդ պատերի վրա գրվածները դրանք վանդալիզմ են եւ չի կարելի նման բան անել եւ այդ երեխաները ովքեր մասնակցում են, իրանք հաստատ էլ արդեն այդ հանցավոր, այսպես ասած, հա, մի քիչ բան իրավական ձևակերպումով իրենք այդ արարքը թույլ չեն տա։ Երբ որ երեխաների հետ բնապահպանական միջոցառումներ են կազմակերպում, ասենք օրինակ աղբահավաք են անում, տարվա մեջ 1 կամ 2 անգամ, արդեն այդ երեխան գոնե թե աղբ չի թափելու։ Ունենք նաև երեխաներ, ովքեր այնքան ճարպիկ են, համարձակ են, որ կարող են նույնիսկ, ասենք Երևանում կամ այլ վայրում, եթե տեսնեն նույնիսկ մեծահասակ աղբ է թափում, մոտենան ասեն, որ չի կարելի աղբը թափել, դուք ձեր աղբը ձեր ետևից պետք է հավաքեք։ Մենք տենց դեպքեր ենք ունեցել արշավի ընթացքում։ Նարնե, դուք հիմա հիշատակեցիք ամենավերջին, հա, Դիլիջանյան արշավը, բայց ես կայքում տեսա, որ մոտ 1 ամիս առաջ մի քիչ պակաս երևի, նաև Քասախի կիրճ, հիմա հարցս ինչի եմ հատկապես կարևորում այդ արշավը, որտեղ ամբողջ Հայաստանը ծածկված էր, հա, ձյան շերտով, եւ տեսնում եմ, որ երեխաները այդպես նույնիսկ կես մետր խորության ձյան վրայով, հա, այդպես արշավ են կատարում Քասախի կիրճում։ Ես հասկանում եմ, որ հա այդ սպիտակ ջերմակ այդ տարածքը, հա, ձյունը ինքը լրացուցիչ հմայք է հաղորդում, բայց չէ կարելի համբերել թե հատուկ ձյան վրա նաև վարժեցնելու երեխաներին։ Տեսեք, մենք արշավները մեր ամբողջ տարի են, այսինքն կապ չունի, այնպես չի որ ձմեռը եկավ, տեղում նա շատ եղավ, մենք դադարելու ենք արշավել։ Դուք Քասախի կիրճը տեսաք, բայց ի սկզբանե մեզ մոտ Քասախի կիրճը չէր պլանավորված եւ հենց տեղումներն էին, որ ստիպեցին ուղղությունը փոխել։ Պլանավորված էր Լոռիում լեռնագագաթ բարձրանալ, անունը չեմ ուզում տալ, հանդիսատեսի համար կարող է տարօրինակ թվալ նման անունով, բայց մենք այս տարի որոշել ենք տարօրինակ անուններով լեռներ բարձրանալ, բայց ստիպված էինք մենք այդ լեռը հետաձգել, այդ լեռան բարձրանալը եւ գնալ անվտանգ ուղղությամբ։ Քասախի կիրճը այն կիրճն է, որը մեզ ձյունը խնդիր չէր առաջացնելու, որովհետեւ այնտեղ ձմռան դեպքում լրջագույն խնդիրը դա ձնահոսքն է, որ ձնահոսք չառաջացնենք եւ վնաս չկրենք, այսպես ասած։ Քասախի կիրճում մենք այդ խնդիրը չէինք ունենալ։ Դրա համար համարձակորեն ընտրեցինք։ Տեսա, որ երեխաները այդ ձյան վրա շարքով չէին քայլում, այլ ձնագնդի խաղալով, ուրախ, զվարթ այդպես։ Չէ, շարքով էին քայլում, այդ դրվագները, որը դուք տեսել եք, դա արդեն մեր դաթարի պահերից էր, երբ որ մենք նստել էինք հաց ուտելու, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ միջև դաթարի պահը տալը, ասենք իրենք անպարբերաբար հարցնում են երբ ենք հանգստանալու, բայց երբ նստում ենք հանգստանալու, իրանք ավելի շատ էներգիա են ծախսում, որովհետև դե ձյունը ձնագնդիկով խաղալ են ուզում։ Այդ ձնագնդիկով խաղալը ճակերտավոր մեր դաթարի պահն էր։ Դուք որ տարիքից եք սկսել, կա Հայաստանում քիչ շատ բարձր գագաթ, որ չեք եղել, հա։ Դուք ինչպես սկսեցիք, ինչպես մտաք այս բնակավար։ Ես այս բնակավար մտել եմ 2004 թվականից, արդեն շուտով 21 տարի է, այսպես ասած լինում, երբ որ ուսանող ժամանակ
Կարմիր խաչի ազգային ընկերության կամավոր էի եւ մեր խումբը Կարմիր խաչի աղետների կառավարման բաժնի կամավորական խմբում էր, այսպես ասած, ներգրաված եւ մենք կամավոր հիմունքներով դպրոցներում իրազեկում էինք անում աղետների թեմայով, երեխաների հետ դասընթացներ էինք կազմակերպում, մրցույթներ էինք անցկացնում եւ մի գեղեցիկ օր իմացանք, որ բարձրանալու ենք Արագածի հարավային գագաթը, որի իմ առաջին լեռնագագաթն էր, այսպես ասած, ու այդ կետից էլ 2004 թվականի հունիսի 13-ին, երբ առաջի անգամ բարձրացա Արագածի հարավային գագաթը, հասկացա, որ այն ինչը ֆիլմերում տեսել եմ ու միշտ մտածել եմ, որ դա Հայաստանում անհասանելի մի երազանք է լինելու, իմ հետ է կատարվում ու ինչի համար շատ ուրախ էի։ Այդ շրջանում իհարկե արշավները ոնց որ մեր այդ թիմով, հա, մենք կազմակերպում էինք Արագած, Արալեր, Հատիս, Գութանասար, Գեղարդաձոր, Ստեփանավանի շրջակա տարածքներում եւ այլն, բայց հետագայում, այսպես ասած, այդ քարտեզը բավականին ընդլայնվեց եւ Հայաստանում դե ամենաբարձր գագաթը հյուսիսային գագաթն է, որի վրա բազմաթիվ անգամներ եղել եմ, իմ արշավների թիվը արդեն 700-ի այսպես ասած 700 լրացրել եմ, այսպես ասած, կան գագաթներ, որոնց վրա դեռ չեմ եղել, Ջավախքի լեռներին Հայաստանի սահմանում գտնվող, հա, շատ ուզում եմ Աչքասարը բարձրանալ, որը դեռ չեմ հաջողացրել, բայց այն, այսպես ասած, նորաձև եւ ոչ միայն նորաձև բոլոր գագաթները բարձրացել եմ, չեմ նորաձև ասում, որովհետեւ կան չէ գագաթներ, որ բոլորը պարտադիր ուզում են բարձրանալ, բայց մենք ունենք նաեւ գագաթներ, որոնք ավելի տպավորիչ են, բայց քիչ հայտնի։ Նարինե, մեր եթերային ժամանակը սպառվեց, շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար մեր երեխաների հետ, ես պարզապես վերջում ուզում ասել, որ ես չեմ որոշում, թե թորնիկս գնա թե չգնա, ծնողներն են որոշում, որքան էլ ես անհանգստանամ, իմ թորնիկը ամիս ու կես մեկ իրենց դասարանով, հա, դպրոցի երեխաներով անպայման որևէ արշավի են գնում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար եւ հրավերի մեկ անգամ եւս։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր գիտության եւ կրթության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։